Բարի երեկո, ողջույն բոլորին։ Շանթ հեռուստաընկերության եթերում Հայ Սուպերստար 5-ի արդեն թվով 7-րդ գալահամերգն է ձեր ծափարությունները։ Շտապեք միանալ մեզ և ձեր կիրակնօրյա հանգիստը ինձ թվում է կլինի հիանալի։ Իսկ այսօրվա մեր ծրագիրը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում մեր մասնակիցները կկատարեն Ռոբերտ Ամիրխանյանի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասում մեր մասնակիցները կերքեն սիրված ֆիլմերի և մուլտֆիլմերի սաունդթրեքեր։ 6 մասնակից, նրանց տրված է նույն ժամանակը պատրաստվելու համար։ Ինչպես կերքենք, իմանանք շատ շուտով, բայց մինչ այդ բեմ հրավիրենք մեր մասնակիցներին։ Անահիտ Հարությունյան, 18 տարեկան, Վրաստան, Թբիլիսի։ Ջուլիետա Սարգսյան, 19 տարեկան, քաղաք Երևան։ Արաքսի Ամիրխանյան, 18 տարեկան, քաղաք Երևան։ Երվանդ Մաթևոսյան, 20 տարեկան, Ուկրաինա։ Արտուր Մացակյան, 25 տարեկան, Ռուսաստան, քաղաք Արմավիր։ Սոնա Ռուբենյան, 18 տարեկան, քաղաք Երևան։ Շնորհակալություն մասնակիցներ, զբաղեցրեք ձեր տեղերը։ Համերգը ինչպես միշտ լինելու է կենդանի հնչողությամբ, այնպես որ ծափահարենք մեր երաժիշտներին։ Հարվածային գործիքներ՝ Նարեկ Խեչումյան։ Բաս գիտար՝ Էդգար Ավետիսյան։ Ստեղնաշարային գործիքներ՝ Արմեն Զամուկաշվիլի։ Գիտար՝ Արտուր Մարգարյան։ Դաշնամուր և ստեղնաշարային գործիքներ՝ խմբի ղեկավար Սամվել Հովանիսյան։ Նրանց գոհացնելը բավականին բարդ է, բայց եթե գոհացնես, կարող են նաև ոտնկայս ծափահարել։ Դիմավորեք Ավետ Բարսեղյան, Գարիկ Պապոյան, Լեյլա Սարիբեկյան, Անդրե և մեր հյուրն է այսօր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված երգչուհի Սյուզան Մարգարյանը։ Սիրելի հեռուստադիտող, մեր ժյուրի անդամները այսօր մեկնաբանելու են միայն երկրորդ մասը մեր մասնակիցների կատարումների, առաջին մասում մեկնաբանություններ չեն լինելու։ Կարծես թե ամեն ինչ ասված է, ևս մեկ անգամ պետք է հիշեցնեմ քվեարկության կարգը։ Vivatel MTS-ի բիլային բաժանորդների և Օրանժի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 1055 կարճ համարին, նշելով ինձ նախընտրած մասնակցի համարը։ Քվեարկել հնարավոր է անվճար, եթե այցելեք Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք Edge, որտեղ դուք կարող եք մեր համերգը դիտել on-line, բեռնել ձեր սիրած երգերը մեր մասնակիցների կատարումներով և ձեզ ուզող հարցերը հղել մեր մասնակիցներին։ Շնորհակալություն։ Այցելեք Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք Edge, կարծես թե ամեն ինչ ասեցի, ևս մեկ կարևոր ինֆորմացիա, քվեարկությունը ավարտվելու է այսօր, համերգից 2 ժամ հետո։ Դա շատ կարևոր ինֆորմացիա է, սիրելի հեռուստադիտողներ, ուշադիր եղեք, կարծես թե ամեն ինչ ասված է, ժամանակն է հրավիրել առաջին մասնակցին բեմ, այն մասնակցին, ով այսօր ելույթ կունենա ոչ մրցույթային կարգում, խոսքը Ռիմա Ֆարսյանի մասին է, ով այս շաբաթ լքեց նախագիծը։ Ծափահարություններով դիմավորեք Ռիմա Ֆարսյան։ I'm in its conclusion,
Ռիմա Ֆարսյան, ավելի ջերմ ծափահարենք։ Շնորհակալություն։ Հայ Սուպերստար 5-ի 7-րդ գալահամերգն է Շանթի եթերում և այս տարի լրացավ 1972 թվականին ստեղծված Կապույտ երազ երգի 40-ամյակը, սակայն այն շարունակում է մնալ երիտասարդ։ Դիմավորեք 18-ամյա Անահիտ Հարությունյանին, Կապույտ երազ, կոմպոզիտոր Արամ Սացյան։ Անահիտ Հարությունյան Անահիտ Հարությունյան։ Սիրելի հեռուստադիտող, եթե ցանկանում եք քվեարկել Անահիտի օգտին, ասեմ, որ այսօր նրա համարն է 01-ը, շնորհակալություն։ Կարող ես զբաղեցնել քո տեղը։ Կոմպոզիտոր Արամ Սացյանը ստեղծել է 300-ից ավել երգեր։ Արդյոք հիշում ես կկատարի Ջուլիետա Սարգսյանը։ Ջուլիետա Սարգսյան
Հիշում եմ ես հիշեմ Քո դեմքի գծեր նահոր Ես հիշում եմ մի սիրող հիշեր Ես սիրով մի հարավոր Եվ տխուր հեկեգան Բաղթրանում է հուշիս հորքից Իմ սիրոր և քեզիչ եղավ Եվ հիշում ես արդյոք նույնից Եվ լուսինը այս անլույս Եվ ձմռան գիշեր նահոր Ինձ ասում է որ չկա հոգուս ինձ սիրող ես առավոտ Եվ մի տխուր հեկեգան Բարձրանում է հուշիս խորքից Իմ սիրոր և քեզիչ եղավ Եվ հիշում ես արդյոք նույնից Ես հիշում եմ մեր սերը հին Քո դեմքին ուր գծեր նամակ Ես հիշում եմ խոսքերդ միշտ Ես հիշում եմ քեզ Եվ մի տխուր հեկեգան Բարձրանում է հուշիս խորքից Իմ սիրոր և քեզիչ եղավ Եվ հիշում ես արդյոք նույնից Եվ մի տխուր հեկեգան Հուշիս խորքից Իմ սիրոր և քեզիչ եղավ Եվ հիշում ես դու Ջուլիետա Սարգսյան Նրա հերթական համարն է 0-2 սիրելի հեռուստադիտող Խնդրեմ Ջուլիետա զբաղեցու քո տեղը Ռոբերտ Ամիրխանյանը 1991 թվականից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահն է Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար Հայի աչքեր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան կկատարի Արթուր Մացակյանը Արթուր Մացակյան Շնորհակալություն որ եկել եք մեզ նայելու Հայ աչքեր, սիրուն աչքեր Սավամնեցես, պատել դարել Սև վիշնեցես, մաշել հանջել Տեսնին շպիտն առել տարել Լույսի լիճակ, աչքեր տրտում Այս երբ դարձակ, այսպես խնդում
Հայ աչքեր դարձած դուք միշտ խոնար դուք միշտ անչար դաժվող մարդու համար լացող տարին միայն մի օր պայծառ լճակ լուսի աչքեր տրտում Այս երբ դարձակ, այսպես խնդում Հայ աչքեր Հայ աչքեր Հայ աչքեր Հայ աչքեր ջահեր հույսի Էլ չի մտնի երկինքը մեր Բացվել է դուռն արշալույսի Շողով լցվել երկիրը մեր Լույսի լճակ աչքեր դրդում Այս երբ դարձակ, այսպես խնդում Ես ես սիրում եմ Հայ աչքեր Հայ աչքեր Հայ աչքեր Սիրում աչքեր Աշխարհի ամենասիրուն աչքեր Շնորհակալություն Արտուր Մացակյան Սիրելի հեռուստադիտող հիշեցնեմ, որ այս անգամ Արտուրի հերթական համարն է 0-3-ը ծափարություններ և ճանապարհենք Ասում են սերն այն է, երբ ամեն ինչ հասկանում և ներում ես բացի Ես քեզ այլևս չեմ սիրում ներիր արտահայտությունից Սերն անցավ կոմպոզիտոր Արամ Սաթյան կկատարի Արաքսիա Ամիրխանյանը Արաքսիա Ամիրխանյան Գիշերը ցուրտ մի անշող գիշեր ու մտնում այդ բախ հնչում են դեր քո
սակայն մտնում այդտեղ քո վերջին խոսքերը միթե սերը մեր անդարձ կորավ այն շքնախ կարունը հուշ դարձավ ու մնաց այս սուրտ ձմերը ու մնաց այս սուրտ ձմերը Արաքսե Ամիրխանյան Եվ եկեք ջերմ ծափարենք Սուզան Մարգարյանին այս երկը իր երկացանքից է Սիրելի հեռուստադիտող, եթե ցանկանում եք քվեարկել Արաքսե Ամիրխանյանի օգտին, ասեմ, որ նրա հերթական համարն է 04-ը, շնորհակալություն քեզ Արաքսե, զբաղեցու քո տեղը Շատերն են ուզում, որ այժմ գա դրսում անձրև, այն էլ արևային անձրև Իսկ երգը կոչվում է Արևոտ անձրև, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան կկատարի Երվանդ Մաթևոսյանը Երվանդ Մաթևոսյան Անձրևը մեր երկում է քեզ համար ու ժրտում կապույտ հեռից ծողոտ մի ծիացավ գարնան թովիչ բույրերն են տակալիքում Շնչովանուշ օրվա Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում Քո հոգում բացում մի վար մի անցիր սիրո աշխարհ Այսօրվա շողերը քեզ Սողերը քեզ հոգիս Այս գարնան շպիտը քեզ համբուրը քեզ անգինաս Եվ իմ սրտի տողերը քեզ սիրելիս Քեզ իմ երկը մեր սիրուց ծնված Եվ թող մեր մեջ մաղ
Երվանդ Մաթևոսյան։ Սիրելի հեռուստադիտող, եթե դուք ցանկանում եք քվեարկել Երվանդի օգտին, ասեմ, որ նրա հերթական համարն է 0-5-ը։ Շնորհակալություն Երվանդ, զբաղեցու քո տեղը։ Ռոբերտ Ամիրխանյանի այս ստեղծագործությունը գիտեն բոլորը եւ երգում են բոլորը, իսկ այսօր կերգի Սոնա Ռուբենյանը, երգը կոչվում է Երազ իմ երկիր։ Սոնա Ռուբենյան Երազ իմ երկիր հայրենի Հոգսերը շատ հույսըտ մեծ Քարքարոտ երկիր Երազ իմ երկիր հայրենի Հոգսերը շատ հույսըտ մեծ Քարքարոտ երկիր Ես մի բուրն եմ հողի Ես մի ծին եմ քորդի Ես մի թերն եմ քո ծաղկի հայրենի Երազ իմ երկիր հայրենի Հոգսերը շատ հույսըտ մեծ Հարծվաբույն երկիր Ես մի բուրն եմ հողի Ես մի ծին եմ քորդի Ես մի թերն եմ քո ծաղկի հայրենի երկիր Իմ ապերն են ես շահել Իմ եղբայրքն են քեզ պահել Քոնն են որդիքն իմ ջահել հայրենի երկիր Սոնա Ռուբենյան։ Պետք է մի պահ կոտրեմ էմոցիաները եւ ասեմ սիրելի հեռուստադիտող, եթե ուզում եք քվեարկել Սոնայի օգտին, ասեմ, որ նրա հերթական համարն է 0-6-ը։ Ու էլի հուզվեմ։ Շնորհակալություն Սոնա ջան, զբաղեցիք քո։ Հայ սուպերստարի 7-րդ գալահամերգի առաջին մասն ավարտված է, ինչը նշանակում է, որ սկսվում է երկրորդ մասը։ Մեր մասնակիցների կողմից հնչելու են երգեր, սաունդթրեքեր ֆիլմերից եւ մուլտֆիլմերից, եւ ես ունեմ հարց մեր հարգարժան ժյուրիին։ Սիրելի ժյուրի, ո՞րն է ձեր ամենասիրած սաունդթրեքը, ֆիլմի կամ մուլտֆիլմի ավետ։ Համարյա բոլորը դա ռուսական սովետական ֆիլմերն են, չնայած վերջերս հոլիվուդյան ֆիլմ արտադրությունը անիմացիոն եւս Սաունդթրեքերը։ Դե բնականաբար սովետական մուլտֆիլմերի բոլոր տեսակի
Շատ լավ, երաժշտական կատարումները ինձ դուր են գալիս ու հոգուս մեջ են։ Եվ դրանցից շատերը ես այսօր կլսեմ նաև այստեղ։ Շնորհակալություն Ավետ, Գարիկ։ Չգիտեմ, ես էլ երևի մեկը չկարողանամ նշել, որովհետև շատ։ Չէ, կարող եմ։ Տանցուի շեֆ Գիմնազիա կինոն Բյորկի երգը։ Իմ ամենասիրած սաունդթրեքն է։ Շնորհակալություն։ Լեյլա Սարիբեկյան։ Շատ են, շատ։ Ես շատ եմ ապրել, շատ եմ։ Դու կարող ենք հիշել, գոնե մեկ սաունդթրեք։ Օրինակ Հախվերդյանի մուլտիկ։ Գարիկ մի հոշի։ Հախվերդյանի Это я водяное շատ եմ սիրում։ Я возьму։ Поговорил бы кто со мной։ Հեսա կխոսանք արդեն մասնակիցների։ Շնորհակալություն։ Անդրե։ Իմը մանկությունից էլեկտրոնիկ ֆիլմից Կրլատի կաչելի, ավելի կոնկրետ, որտեղ այդ երգը իսկապես շատ եմ սիրում։ Շնորհակալություն։ Սուզան Մարկարյան։ Հիմա շատ են արևմտյան մուլտֆիլմերից հրաշալի սաունդթրեքեր, օրինակ Ալադինի շատ տպավորիչ էր, բայց ես ուզում եմ իմ մանկության երգերից ասեմ, Պույպույ մկնիկը։ Փոքրինչ բաց եմ փակագծերը, մենք այսօր լսելու ենք այդ երգը, բայց ոչ հիմա։ Աստղազարդ նկար, ինչպես նաև Ռուբեն Հախվերդյանի մենք այսօր լսելու ենք։ Լավ, չբացենք փակագծերը, շարունակենք եւ այսպես երկրորդ մասի բացումը կանի Ռիմա Ֆարսյանը կրկին ոչ մրցութային կատարում Առնո Բաբաջանյանի Գոտ Լյուբվի ստեղծագործությամբ։ Ռիմա Ֆարսյան։ Ավելի ջերմ ենք ծափահարում Ռիմա Ֆարսյան։ Շնորհակալություն քեզ Ռիմա։ Այժմ կհնչի Անուրջներ հեռուստանովելի սաունդթրեքը, երգը գրել է Գիսան Էպալյանը, կատարել է Հայ Սուպերստար 4-ի ֆինալիստ Ռայսա Ավանեսյանը, իսկ այժմ կկատարի Անահիտ Հարությունյանը, երգը կոչվում է Փոթորկել իմ հոգին։ Անահիտ Հարությունյան, դիմավորեք։ Անահիտ Հարությունյան Ես տեսնում եմ արևածագ Արթնացող երկնքի գրկում Գիշերվա հեքիաթից ծնված Երազներն են անթիվ ապրում
Հարությունյան։ Դե սկսենք լսել ժյուրիի կարծիքները, Սյուզան Մարգարյան։ Անահիտը կատարեց երկու բարդագույն ստեղծագործություն, եւ Կապույտ երազը եւ այս երգը բավականին բարդ երգեր են, եւ պետք է ասեմ, որ հրաշալի կատարեցիր։ Դու ունես շատ լավ վոկալային տվյալներ։ Միայն այդ ամենը, որպեսզի շատ ավելի հեշտ դյուրին հասնի հանդիսատեսի, դու պետք է կարողանաս չզսպել եւ արտահայտել էմոցիաներդ։ Շատ մի տեսակ զուսպ ես այդ հարցում եւ դա քեզ խանգարում է, որպեսզի մենք շատ ավելի շուտ ընկալենք քեզ, բայց ունես շատ լավ տվյալներ, հրաշալի։ Շնորհակալություն Անդրե։ Առաջին կատարումդ Կապույտ երազ իսկապես հրաշալի դու կատարեցիր, նաև երկրորդն էլ ես հրաշալի կատարել, ես ուզում եմ ամփոփել երկուսը շատ կարճ, քանի որ իսկապես տպավորված եմ, հատկապես առաջի կատարումը այդ երկար պահված եւ շատ գեղեցիկ, մեղմ այդ դժվար նոտաները, որոնք որ դու կարողացար պահել, դա ողջունելի է շատ, դա ապացուցում է, որ դու լավ շունչ ունես, այդ մեկ, երկրորդ երգի մեջ էլ շատ լավն էին, իսկապես վերևներդ շատ ճիշտ կարողանում էիր վերցնել, շնորհավորում եմ, այսպես շարունակի, ավելի ոգով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Լեյլա Սարիբեկյան։ Շնորհավորում եմ քեզ Անահիտ ջան, Կապույտ երազ, այսպես բարդ կատարողական տեխնիկա ունեցող երգի կատարման համար Արամ Սաթյանի լավագույն երգերից մեկը, որի դեպ ասեմ անպայման, որ ամեն մեկին չի վստահում եւ կարծում եմ, որ իմ կարծիքով քեզ կվստահեր այս երգը, դա արդեն փոքրիկ հաղթանակ է քեզ համար, այդպես նուրբ զգալ յուրաքանչյուր նոտան, նոտայից նոտա երկար փոխանցել, իսկապես դա պետք է իսկապես տեխնիկապես շատ լուրջ բազա ունենալ, հա, որ կարողանաս այդ հաղթահարել։ Երկրորդ երգի առումով Գիսանե Պալյանի մի փոքր ավելի կուզեի, որ զգացմունքդ ավելի շատ կարողանայիր դրսևորել, այսինքն դու գիտես այն ինչ որ մի փոքր քեզ պակասում է, չնայած որ կարողացար երկու երգերի մեջ էլ տարբեր լինել, որտեվ երկրորդ երգի մեջ մի փոքր այդ ինչ ասեմ, ավելի շատ երևի էմոցիա ու էներգիա էր պահանջում։ Կարծում եմ, որ այսօրվա ելույթդ լավ էր, այսինքն դու գնում ես առաջ, ինչ որ բան կա, որ քեզ իսկապես սիրում ես երգը, սիրում ես երգել, դա ամենակարևորն է, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն Գարիկ։ Ես համաձայն եմ իմ գոլեգաների ժյուրի մնացած անդամների ասածներին, այսքանով ուզում եմ իմանաս, որ ես էլ գոհ եմ ելույթից ընդհանուր առմամբ, համաձայն չեմ մենակ մի բանի հետ որ Լեյլա Սարիբեկյան նշեց, որ տարբերվեցիր երկու երգերում, որովհետև ինձ համար հենց միակ խնդիրը այն էր, որ երկու երգերում դու չտարբերվեցիր։ Իսկ երբ որ դուք ունեք երկու երգ, դա նշանակում է դուք ունեք երկու հնարավորություն ձեզ ցույց տալու։ Մյուսի մեջ պետք է ցույց տաս այն, ինչ չէր ցույց տվել այն մյուսի մեջ, որովհետեւ շահես նոր բաներ տեսնենք Անահիտի մեջ։ Տեսեք, սա էլ կարամ։ Բայց խնդիրը այն էր, որ երկու երգի մեջ նույնն էր, նշեցին, որ վերևները շատ սիրուն էր, ես էլ ուզում եմ նշեմ, որ մի պրոբլեմ, որ քո մեջ նկատում եմ, դա գիտես որն է, որ քո համար երգը ոնց որ սկսվի վերևներում մենակ, ներքևներում ոնց որ դու չուզենաս երգես, գաս հասնես մենակ քո վերևները, տենց վիճակն է, չէ, երգը ունի ներքևներ, վերևներ, ներքևներն էլ տենց երգի ոնց որ վերևները։ Լավ, այդքան։ Շնորհակալություն Ավետ։ Մինչև անդրադառնալ Անահիտին, ուզում եմ ասել, որ միշտ շատ ուրախանում եմ, որ բարձր վարկանիշային դիրք ունեցող հայ սուպերստար 5-ը անդրադառնում է հայ հեղինակներին, մեր ուզում եմ ծափահարել մեծերին մեր, մայստրոներին եւ կենթանի երաժիշտներին այստեղ նստած ու ասել, Անահիտ ջան, ինդիվիդուալության պակաս եմ զգում, թե չէ որ ֆորմայի մեջ ես, դա ակներև է եւ անընդհատ գտնվելով վտանգավոր գոտում դու մի գալահամերգից դեպի մյուսը կարողանում ես անցկացնել
միշտ ֆորմայի մեջ լինել ու չհանձնվելու, դա շատ կարևոր է։ Վատ է, որ կան մարդիկ, որ չեն լինում այդ գոտիներում։ Իրենց գոտին թուլանում է կամաց, իսկ քոնը պինդ է, ամուր, պիրկ եւ այսօր ինձ գոհացրել ես քո ֆորմայի մեջ լինելով, բայց ինդիվիդուալությունը, որի մասին Սյուզանը խոսաց, դա պակասում է, իսկ դա էմոցիայից է, ինչքան խորանաց քո էմոցիայի մեջ, այնքան խորանալու ես մեր սրտերի եւ հոգիների մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անահիտ, երկու երգից որը քեզ ավելի շատ դուր եկավ եւ ինչու։ Առաջի երգը ավելի դուր եկավ, երկրորդ երգում ցածր նոտաներս այդքան էլ լավ չէին հնչում, բայց ընդհանուր առմամբ նորմալ էր։ Ընդհանուր առմամբ նորմալ է։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, կրկնեմ եւս մեկ անգամ, եթե ցանկանում եք քվեարկել Անահիտ Հարությունյանի օգտին, ասեմ, որ նրա հերթական համարն է 01-ը։ Շնորհակալություն քեզ Անահիտ։ Զբաղեցու քո տեղը։ Դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր չիմանան երգը, որը կոչվում է «В синем море в белой пене», կարող է անունը ծանոթ չլինի, բայց առաջին նոտաներից դուք կհասկանաք, որ երգի մասին է գնում խոսքը, կկատարի Ջուլիետա Սարգսյանը։ Ջուլիետա Սարգսյան Օգնեմ մի քիչ առաջ գնամ։ Ահա։ Այստեղ կանգնիր։ Ես էլ կկանգնեմ պոչիկիդ վրա։ Շնորհակալություն։ Սկսենք Գարիկից։ Գարիկ։ Ջուլիետա ջան, ես չեմ հասկանում, ոնց կարելի է մի համերգի ժամանակ ելույթ ունենալ ծայրահեղ տարբեր։ Ես նշել եմ, որ պետք է երկու երգի ժամանակ լինեք տարբեր, բայց ոչ թե վատ ու լավ, այլ ուղղակի տարբեր, երկուսն է, բայց լավի մեջ։ Առաջինը խայտարակ վատն էր, դու դա հասկացար իրականում, բայց երկրորդը ինձ թվում է տեղը գցում է ինչ-որ բաներ,
չգիտեմ, քո սուբստանցիայից է երևի, դու ջուրը ոնց է, որ ինչի մեջ լցում ես, այդ ֆորմեն է ստանում։ Դու երևի մի քիչ պինդ ես քեզ պահում ու չես կարողանում ձուլվել ուրիշ ֆորմաների հետ։ Այս դեպքում այդ քեզ շահեկան չի, մի քիչ ավելի հարմար ողեղի երգերին եւ մնացածին, որովհետեւ քիչ մնաց եւ քիչ մասնակիցներ։ Եղավ այդքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Անդրե։ Այնքան կուզենայի, որ իսկական ոսկե ձկնիկը լիներ եւ ես իսկապես 3 հատ ցանկություն ասեի եւ դու կատարեիր։ Ես ողջունում եմ քո կերպարները, թե առաջի երգի մեջ եւ թե երկրորդ, ընդհանրապես շատ լավ է, որ դու ունես այդ տաղանդը, որ մինչ այստեղ բեմ դուրս գալը, դու այդ ամեն ինչը մտածում ես, բոլոր քո քայլերը, թե ինչ, ես վստահ եմ, որ դեռ շատ, ես ինքս օրինակ չգիտեմ, եթե միտք պետք լինի, ես քեզ կասեմ կօգնես, շնորհավորում եմ, իսկ ինչ վերաբերվում է երգին, ես կուզենայի, որ ուշադիր լինես ինտոնացիայի, դա ավելի շատ վերաբերվում է առաջի կատարմանդ, առաջի երգին, որտեվ այստեղ այսպես, չգիտեմ, մուլտիկից միշտ հիշել եմ այդ ձկնիկին, այդ ջրահարսին, սեքսի ջրահարսեր, դու նույն սեքսի ջրահարսն էիր այստեղ։ Մանկական ֆանտազիաներ հուշ մնացած։ Ֆանտազիաներ չեն, դա իսկապես այդպես էր։ Շատ լավ, շնորհակալություն Սուզան Մարգարյան։ Ջուլիետան շատ ազատ է, որովհետև գրավում է բոլորին։ Եվ այդ ինտոնացիոն ոչ մաքուր նոտաների մասին ասվեց, դա շատ կարևոր է քեզ համար։ Դրա վրա լուրջ աշխատանք է պետք տանել, բայց պետք է ասեմ, որ շատ եմ ողջունում քո այդ տարբեր կերպարներով հանդես գալը, քո մոտեցումը յուրաքանչյուր համարին, մայստրո Կոնստանտին Օրբելյանը միշտ շատ կարևորում էր եւ այսպիսի ֆրազա ուներ, ասում էր նա համար է իմ համերգի մեջ։ Համար, այսինքն ամբողջական, դու կարողանում ես այդ ամենը ստեղծել եւ կերպարային առումով եւ կարողանում ես շատ լինել տպավորիչ, օրինակ ես քեզ շատ էի հիշել, բայց ինձ շատ ուղղակի ես կցանկանայի, որ վոկալի վրա աշխատանքդ շատ լիներ, բարձր տրամադրությամբ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Ավետ Բարսեղյան։ Ջուլիետա, բավ է արդեն խաղաս։ Ժամանակն է արդեն մրցակցային երգելու։ Իսկ որ լավն ես ձկնակերպարի մեջ եւ այնտեղ մի փոքր թերացել էր, դրա մասին արդեն խոսվեց։ Վերջ արդեն։ Մրցակցությունը վոկալ Ջուլիետա երգչուհի, որտեղ որպես արտիստ, որպես հետաքրքիր բեմադրիչ դու արդեն ներկայացել ես Ջուլիետա ջան, արդեն ձգվիր, ժամանակը հասել է։ Շնորհակալություն ելույթների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ավետ եւ վերջին կարծիքը Լեյլա Սարիբեկյան։ Ջուլիետա ջան, դու գիտես իմ կարծիքը քո անհատականության վերաբերյալ, այդ անցնենք, որ դու լավ արտիստ ես բեմում, որը որ հաղթող է, այսպես ասեմ, բայց լուրջ կոմպոզիտորական դպրոցի ստեղծագործներ, երգեր, պիտի արդեն խնդիր դնես արդեն քո առջև, որպեսզի դու կարողանաս երգել, որտեվ այդպիսի երգերով է, որ երգչուհին կարող է երգչուհի համարվել, ապագա ունենալ, առաջընթաց ունենալ, առաջ խաղացում ունենալ, պիտի շատ լուրջ աշխատես վոկալի վրա, շատ ուշադիր եղի ձայնավարություններ կանես հատուկ մյուս փուլի համար, երկար ձայնը պահելու ու ձայնից ձայն անցնելու, լավ շնչիդ վրա լավ աշխատի, ափսոսա այդ քո հնարավորությունները, որ ուզում եմ, որ այդ հնչերանգը շատ ավելի հետաքրքիր լինի, ինքը ավելի հարուստ հնչի։ Այս շնչառության պատճառով մեկ-մեկ երանգը կորչում է ձայնիդ, որը չեմ ուզում տուժի այդ պատճառով քո երգեցողությունը։ Երկրորդ երգի մեջ իհարկե դու այդ ամեն ինչը բոլոր իմաստներով փայլեցիր, ուզում եմ, որ անես այն ինչ, որ դու կարող ես, դու սիրում ես հաղթահարել դժվարությունները, սա ինձ թվում է ամենակարևոր գիծն է քո մեջ։ Խնդրում եմ, որ մյուս փուլի ժամանակ հաշվի առնես։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ջուլիետա։ Մի փոքր զրուցենք, ինչ էր կատարվում առաջին համարի ժամանակ, մի տեսակ անտրամադիր էր։ Ինչու՞մն էր խնդիրը, եթե իհարկե ես ճիշտ եմ։ Տրամադրության խնդիր ունեմ այս վերջի մի շաբաթվա ընթացքում։ Չգիտեմ ինչից է։ Եթե իմանաք։ Իսկ միգուցե գարուն է Մաուգլի։ Հնարավոր է կա։ Շատ լավ, սիրած սաունդտրեքեր ունես։
Այո։ Օրինակ, Օրինակ էս երգը։ այս երգը շատ ես սիրում։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, Ջուլիետա Սաքսյանի հերթական համարը այս անգամ 0-2-ն է, ծափահարություններ։ Դե Ջուլիետա, լողալով գնա նստի։ Նյու մետալի աստվածներ, այդպես են կոչվում System of a Down խմբի հայազգի անդամներին։ Այժմ կհնչի Paranoia ֆիլմի Lonely Day soundtrack-ը, դիմավորեք Արթուր Մացակյան, System of a Down, Lonely Day։ Արթուր Մացակյան Such a lonely day, and it's mine. The most lonely day in my life. Such a lonely day, should be bad. It's the day that I understand. The most loneliest day in my life. Most loneliest day in my life. Such a lonely day shouldn't exist. It's the day that I never made. Such a lonely day, and it's mine. The most loneliest day in my life. Շնորհակալություն։ Արթուր Մացակյան։ Գարիկ։ Շնորհակալություն։ Արթուր ջան, առաջի երգից եմ ուզում խոսամ, հայ աչեր երգը, երբ որ սկսեցիր, սկզբից մի տեսակ վախ մտավ մեջս, ինձ թվաց, թե ինչ-որ մի բան այն չի գնալու, մի քիչ անվստահ սկսեցիր, բայց երբ որ երգի ընթացքում մի քանի անգամ հանդիսատեսը ծափահարեց, իսկ մեզ մոտ այդ քիչ է լինում, որ մի երգի ընթացքում 3-4 անգամ ծափահարեն, ես զգացի, որ դու հատ-հատ ես կպել մարդկանց, այդ հայի աչեր հասկացողությունը բոլորին տեղ ես հարցրել, դրա համար քեզ ասում եմ մալադզետ, շատ դուրս եկավ ապրես։ Սպասիբա։ Եվս մեկ ծափահարություն այդ երգին գումարվեց, մյուս երգի համար ասեմ, ռիսկայներես երգը վերցել էր տենց մի ժանր, որի մեջ երևի առաջի անգամ ես ովին վրա պետք է ելույթ ունենայր, կոնկրետ հենց այս երգը System of a Down-ի կատարմամբ նույնիսկ, անձամբ ես ոչ մի բան չեմ զգում այդ երգից, երբ որ դու պետք է երգեր, ես հույս ունեցա, որ քո մոտեցմամբ մի նոր բան կսկսվի այս երգի հանդեպ կապվածություն իմ կողմից, բայց երևի որ բառերը չէր սովորել, տենց լղոզում էր, ես էլ զգում էի, քանի որ երգի բառերը չգիտեմ ինչի մեջ ես նստել է չսիրելով այդ երգը, զգում էի։ Պետք է սովորեր բառերը ու ավելի վստահ կերգեր, ավելի լավ կստացվեր։ Այդքան լավ չստացվեց, ինչքան որ դու կարող էիր։
Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն Անդրե։ Ես ուզում եմ ողջունել քեզ, երկու կատարումներիդ համարել եւ եւս մեկ անգամ մատնանշել այդ խոսքը, որ դու ինձ համար որպես մասնակից չես այստեղ, որովհետեւ քո ելույթները տարբերվում են, թող ինձ ներեն մնացած մասնակիցները, բայց դու համերգային ես։ Դու երբ որ դուրս ես գալիս երկելու անգամ հերոստատեսության առաջ, երբ որ ես նստած դիտում եմ իմ ընտանիքի հետ միասին, իսկ նրանց կարծիքներն են ինձ համար շատ կարևոր, նրանք էլ համաձայնվում են ինձ հետ, որ այնպիսի տպավորություն է, ոնց որ համերգ են նայում։ Եվ դա հենց քո ելույթների ժամանակ է, դու իսկապես շատ անկեղծ ես, առաջի երգում դա ապացուցվեց քո անկեղծ զգալը ամեն մի բառը, բայց ասեմ, որ այդ երգը այսպես ասեմ, անցնելու են տարիներ, բայց այդ երգը իսկապես մնալու է, քանի որ նա իսկապես հրաշալի երգ է։ Երկրորդ երգի համար շատ ողջունելի է էքսպերիմենտը, տեսնել նոր Արտուրի, որը որ ամեն դեպքում ես համարում եմ ստացված, քանի որ չենք պատկերացրել քեզ այս ժանրում, վստահ եմ, որ դու էլ չես պատկերացրել, բայց ամեն դեպքում ես տեսա, դու կարողացար անել, ամենայն դեպս լավ էր։ Ինձ համար լավ է։ Спасибо։ Շնորհակալություն։ Սուզան Մարգարյան։ Ես անկեղծ պիտի ասեմ, Արտուր ջան, առաջին ելույթները, առաջին, երբ որ դիտում էի, շատ տպավորություն չէիր գործում։ Եվ ինձ թվում էր, որ նույն տեղում պիտի մնաս։ Չգիտեմ ինչու էր այդպիսի զգացողություն ինձ մոտ, բայց դու ինձ շատ կարողացար համոզել եւ ամեն անգամ աճը ես տեսա։ Եվ այսօր ես ուղղակի հիանում եմ, թե ինչպես ես դու սիրում երաժշտություն, եւ այդ ամենը ասում ես մեզ, թե ինչպես ես դու սիրում բեմը, եւ նույնիսկ այնպիսի տպավորություն ունեմ, որ այս նախագիծը վերջանա, դու դեռ մնալու ես այստեղ։ Ես քեզ ամենայն բարիք եմ ցանկանում եւ ուզում եմ ասել, որ երբեք չհիասթափվես, միշտ աշխատիր, ինչպես որ այս նախագծում բոլորը ձեռք եք բերել այնպիսի հնարներ, այսպես ասեմ, ձեզ վրա շատ են աշխատում եւ դա այդ արդյունքը դուք դեռ կտեսնեք ու կտեսնեք։ Այստեղ դուք շատ բան ձեռք բերեցիք։ Քո դեպքում այս ամենը այնքան ակնհայտ է։ Ես այդպես եմ տեսնում եւ ողջունում եմ քեզ։ Առաջին երգի համար ուզում եմ ասել, որ այդ երգը թվում է թե հեշտ երգ է, բայց այդ երգի մեջ այնքան ներքին աշխարհ կա ու այնքան ասելիք կա։ Դու այսօր կարողացար ասել մեզ այդ ամենը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ավետ Բարսեղյան։ Արթուր, այնինչ ես 6 գալահամերգ փորձում եմ քեզ տեղ հասցնել, ասել, այսօր վերջապես տեղի ունեցավ։ Շնորհակալություն քեզ դրա համար, որ ասածներս տեղ հասցրեցիր։ Գոնե իմ համար այդպես էր առաջին երգի կապակցությամբ, որովհետև մաքսիմում քիչ էր այն սուիտան, այն խառնաշփոթն ու քաոսը, որ միշտ կար, դա քո ուղեկիցներ այսօր մաքսիմալ քիչ էր ու անգամ չկար։ Առաջին երգը ինձ համար խոսացիր հանդիսականի հետ ու հայկական գենդ, որը երկար ժամանակ քնած էր արտասահմանում, մաքսիմալ բացել ես հայ աչքեր երգի ընթացքում։ Ամենաշատը տպավորվել ես իդեպ առաջին հատվածում հենց դու դրանով։ Մաքսիմում քիչ էր, դա քեզ շատ սազում է երբեմն լինել մաքսիմում քիչ։ Դեմոդե բաներ ընթացքում այդ հայ աչքերի։ Ես ձեզ սիրում եմ, էդ էլ որ քչացնես ավելի հրաշալի կլինի։ Բայց սիրում եմ իրոք։ Ես գիտեմ, բայց մի արա։ Արթուր, երկրորդ հատվածը, երկրորդ երգդ ինձ միայն նրանով է ուրախացնում, որ դու փորձեցիր նաև ուժերդ քեզ համար էլի օտար ջրատարածքում։ Շնորհակալություն քեզ, այսօր ես ընդհանրապես ելույթդ համարում եմ կայացած, մաքսիմալ քիչ էր ու հրաշալի ապրես։ Շնորհակալություն Արեջ ջան։ Շնորհակալություն։ Եվ Լեյլա։ Ես շատ ուրախ եմ, որ Ռոբերտ Ամիրխանյանի այս մեղեդային հրաշք երգը դու կարողացար այնպես մատուցել, որ զգացինք, որ բեմում հայ տղա է կանգնած եւ մենք էլ հայ ենք ու ունենք պատմություն, արժանի պատմություն ու դու ոչ միայն աչքեր երգեցիր, այլ ընդհանուր այնքան զգայական էր քո աշխարհը ու գիտես քո հաղթակարտը որն է երգելուց
դու երկի մեջ մի բան կա, չէ, ասում են ներքին զարկերակ։ Այ դու ամենալավ այդ ներքին զարկերակն ես զգում երկի, որ անդադ այդ հոսում է քո երկի մեջ, դու տեսնում ես շարժումը երկի մեջ։ Օրինակ մարդ կա որ երգում է, ոնց որ կանգնած է, այսինքն երաժշտությունը կանգնած է։ Իսկ քո մոտ այդ ամենակարևորն է, որ այդքան հիացնում ես քո երգով։ Երկրորդ երգի մեջ կուզեի քեզ ավելի պինդ տեսնել վոկալը, ավելի գիրքդ ավելի շատ, որ ասած մենք ուղղակի ոցավառվեինք ավելի, քան այնպես որ կարծում եմ այսօրվա ելույթդ կայացավ, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի ժյուրի, Արտուր։ Առաջի երգի մասին չխոսանք, երկրորդ երգը քեզ համար էքսպերիմենտ, նորություն, ռոք ոճի մեջ, ծանր բավականին, փորձեցիր գոհ ես արդյոք, թե ոչ, կշարունակես նման ոճի մեջ, թե ոչ։ Չէ, ես էլ տենց բան չեմ անի։ Ճիշտն ասած, այս երգը ինչով է տարօրինակ եւ չի նստում Գարիկի սրտի մեջ, նույնիսկ ոնց իմ սրտի մեջ չնստեց։ Ես կասեմ, որ այս երկու օրը արդեն հասկանում եմ, որ Իզուրեի ընտրի հենց այդ երգը, ինքը շատ լավ երգ է ու խոր երգ է, քիչ խոսքերով, բայց խոր երգ է, բայց այն երգը չի, որը կարա ապրի քո սրտի մեջ ու տող խրուլնելուց այս երգը սենց անես, այդ երգը չի։ Դրա համար չի նստում մեր սրտի մեջ, բայց ես շատ էի ուզում երգի System of Down, որտեվ շատ եմ հարգում այդ խումբը, այն խումբն է, որը օրինակ է, էլի։ Մեր հայ ժողովրդի այն մարդիկն են, որոնք համաշխարհային ճանաչված են ու ես չէի ուզում իրանց մոռանալ այդ համերգին։ Դրա համար ընտրեցի System of Down։ Շատ լավ։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ մենք այսօր երգում ենք հայ հեղինակների գրված սաունդթրեքը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր գրել են այս երգերը, իհարկե System of a Down-ին, որոնք նայում են մեզ միանշանակ հիմա on-line շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքեջով։ Հիշեցնեմ, որ Արտուր Մացակյանի հերթական համարն է 0-3-ը ծափահարություններ Արտուր Մացակյանին։ Զբաղեցուք որտեղ Արտուր ջան։ Դերենիկ Դեմիրճյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված Պույպույ մկնիկ մուլտֆիլմը ստեղծվել է շուրջ 30 տարի առաջ։ Մուլտֆիլմի երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ մուլտֆիլմում հնչող երգը կատարել է Ռայիսա Մկրտչյանը, այնուհետև ձայնը մի փոքր արագացել են։ Դրա համար էլ միանգամից չեն կարողացել, որ դա Ռայիսա Մկրտչյանն է։ Կկատարի Արաքսիա Ամիրխանյանը, երգը կոչվում է Պույպույ մկնիկ։ Արաքսիա Ամիրխանյան Voy una antizo que es la 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 la
Շնորհակալություն։ Ալեքսա Ամիրխանյան։ Ժամանակին կար մի մուլտֆիլմ, կոչվում էր Ռոքեր մկները Մարսից։ Ռոքեր Պույպույը հայ սուպերստարից։ Սկսենք, Լեյլա Սարիբեկյան։ Այ պույպույ մուկիկ, ենքան թրվռացիր տնաշը, շունչըտ կտրվեց, մի քիչ ճիշտ բաշխեք ձեր ուժերը, մկնիկներ, շատ լավն ես, կերպարդ ուղակի հրաշքա, շատ հմայիչ մուկ ես, կայլա սիրարվել կես, որպես մուկիկ, ասեմ, ես ուրախ եմ, որ դու այսքան ծայրահեղ կերպարներ ես կարողանում ստեղծել ու այսքան էներգիա ներդրեցիր, որպեսզի մենք երկու հատ այսպես մուկիկ տեսնենք, մի քիչ ավելի սենց բողոքական մուկիկի, որ տենց կյանքից դժգոհ է, որ այդքան շատ աթարվռում ուտելիք չի ճարում, ուտելու։ Ամեն դեպքում Այս ուղղակի այս տպավորությունը, որտեվ այնքան տարբեր էին ընտրված երգերը, ես ուզում եմ Խոսել Սաթյանի երգի հետ կապված իսկապես հիանալի երգ, զգացմունքային, շատ զգացմունքային էր, սկիզբը շատ դուրս եկավ, այսինքն մի քիչ այսպես հուզումը մի փոքր շատ էր, ինչ-որ չգիտեմ պրոբլեմ եղավ, թե ինչ, բայց ընդհանուր քո վիճակը, այդ կանցիլենան երգելու ժամանակ, շատ հուզիչ էր, շատ հնչերանգը շատ գեղեցիկ էր, ես շատ հավանեցի, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցենք Սյուզան Մարգարյանին, նա սիրում էր այս մուլտֆիլմը եւ սաունդթրեքը շատ, Սյուզան Մարգարյան։ Այնպես ստացվեց, որ Արաքսյան իմ ամենասիրած երկու երգերը կատարեց այսօր։ Դուք այսօր հատկապես առաջին բաժնում կատարում եք երգեր, որոնք կարծես թե հատուկ են հասուն տարիքի համար, ավելի կյանք ապրած, ինչ-որ ժամանակ անցած վոկալիստներին։ Բայց պետք է ասեմ, որ ամեն մեկը կարողանում եք գտնել ինչ-որ կարևոր մի կետ, կարևոր մի որակ, համենայն դեպս ինձ այնքան դուր եկավ քո կատարումը սերն անցավի, դու շատ երիտասարդ ես, բայց բավական խորը կարողացար և շատ լավ կարողացար ներկայացնել, կան նյուանսներ, որոնք միևնույն է, կլինեն այդպես, ժամանակի ընթացքում դու ձեռք կբերես շատ ավելի հմտություն ու շատ ավելի կկարևորես այդ ստեղծագործությունները, բայց ինձ շատ դուր եկավ քո մոտեցումը, դու կատարեցիր քո ձևով, որը շատ ողջունելի է։ Շնորհակալ եմ։ Եվ նույնիսկ պիտի ասեմ, որ այս երգը Պույպույը դու էլի քո ձևով, քո տեսակով կատարեցիր։ Ընդհանրապես արտիստը երբ բեմ է դուրս գալիս, վարկյաններ, րոպեներ նույնիսկ անցնում են, մինչև կարողանա արտիստը գրավել հանդիսատեսին, դա շատ կոմպոնենտներից բաղկացած մի երևույթ է, հիմա չթվարկեմ, դու ունես ամենակարևոր այն հատկությունները, որ կարողանում ես անմիջապես գրավել, նախ ինքդ շատ հմայիչ ես և իսկապես գերում ես, շատ ինձ դուր եկավ, երկու կատարումն էլ շատ լավն էին։ Շնորհակալություն, Ավետ։ Երկրորդին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դա ինձ համար ավելի շատ կատակային վիճակ էր, չնայած լավ էր, որ դուրս եկար կանխատեսելի էր, այդ ամեն ինչը, բայց ռոքը կանխատեսելի չէր, շնորհակալություն դրա համար երաժիշտներին, Արաքսը, ավելի շատ։ Իսկ է շնորհակալություն առաջին կատարումը, շատ գեղեցիկ էր, շատ ներդաշնակ ու հաճելի էր, համ նայել, համ լսել քեզ։ Շնորհակալություն։ Անդրե։ Ես ուզում եմ շնորհավորել քեզ եւ ասել այն փաստը, որ նկատվում է մեծ աճ։ Միանգամից աճ է նկատվում քո մեջ, որովհետեւ դու այնպես ես սկսել զգալ երգերը, դրա վառ ապացույցներ առաջի երգը, ամեն մի խոսքը դու զգալով ասեցիր, դու խոսացիր եւ ճիշտ խոսացիր։ Շատ սիրուն, շատ գեղեցիկ մատուցեցիր, շատ գեղեցիկ երգելով եւ գեղեցիկ խոսալով։ Ինչ վերաբերվում է երկրորդ կատարմանը, էլի շատ լավ էր, դու
մեջն էր, այսինքն կարողացար մտնել մկան կերպարի մեջ, գեղեցկուհուց, հա, կարելի ասել թագուհուց, եկար դեպի մկնիկ։ Երկու ծայրահեղ կերպարներ, կերտել մեկ համերգի ժամանակ մասնակից լինելով դեռ, դա արդեն շատ բաների մասին է խոսում, դու ունես շատ լավ ապագա։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն եւ Գարիկ։ Շատ լավ բաներ ասացին քեզ Արաքսա ջան, երևի չկարողանամ նենց բան ավելացնել, որ նենց լավ բան ասեմ, որ նենց լավ բան չեն ասել արդեն։ Բոլորներ ասացին, ես էլ ունեցել եմ գոնե մինիմում կեսը այդ զգացողությունների ունեցել եմ անցած երգիդ, առաջին երգիդ ժամանակ հրաշալի կատարեցիր, եթե չեմ սխալվում, ընթացքում ավելի շատ հասար այդ լավ կատարմանը, քան սկզբից էր, բայց էլի ողջունում եմ, որ երգի ընթացքում կարողանում ես ավելի ու ավելի լավ երգին հասնել հենց հանդիսատես հետ միասին։ Երկրորդ երգդ այ որ սկսեցիր ներվայնացա, որ ասում ես ինչ մանկապարտեզա, լավ հանդես ենք եկել, բան sense բաները մտքիս մեջ մտածում, գրում եմ ստեղ հանդես, բան sense բաները մանուղ հետո ասեմ, բայց կեսից շատ լավ։ Այդ փոփոխությունը եթե չլներ, անկապ բան կլներ, էսի շատ։ Ես առաջարկում եմ շնորհակալություն հայտնենք Գիսանե Պալյանին, երաժշտական պրոդյուսերին։ Երգը դարձավ ռոք, բայց դու էլ մտալ այդ ամեն ինչի մեջ, ճիշտ է վերջում ըստ հետև թակարդի մեջ էր զգում էինք շնչակտուր վիճակը, բայց մեկը էլի այդ վիճակը շատ լավն էր։ Ապրես, ընդհանուր գնահատում ենք այսօր քեզ շատ լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Արաքսա, տարբեր կերպարներով ես հանդես գալիս եւ ամեն անգամ ես փորձում եմ հարցնել, կարող ես սա է քո կերպարը։ Չգիտեմ։ Դու դերման ես գալիս, թե հաստատ չէ։ Լավ, հուզվում էիր, երբ որ կատարում էիր Սյուզան Մարգարյանի երգը։ Շատ։ Ինչ էիր զգում։ Ինձ համար շատ պարտավորեցնող էր այդ երգը երգել, որովհետև առաջին հերթին ներկա համերգին Սյուզան Մարգարյանը ու շատ լավ կատարել է այդ երգը, ինչը որ չգիտեմ, համենայն դեպս փորձել եմ իմ ձևով ներկայացնել ու հասցնել տեղ։ Շատ լավ։ Ինչպես տեսնում եք Սյուզան Մարգարյանը գոհ է, դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է, սիրելի հեռուստադիտող, եթե ցանկանում եք քվեարկել Արաքսա Ամիրխանյանի օգտին, ասեմ, որ նրա հերթական համարն է 4-ը, 0-4-ը, ավելի ճիշտ։ Լավ ես, զբաղեցու քո տեղը։ Հայ Սուպերստար 5-ում մենք վայելում ենք Գարնան ակնթարթները, եւս մի քանի ակնթարթ եւ կհնչի Գարնան 17 ակնթարթը ֆիլմի սաունդթրեքը։ Կերքի Երվանդ Մաթևոսյանը, երգը կոչվում է Песня о далекой родине, կոմպոզիտոր Միքայել Տարիվերդիև։ Երվանդ Մաթևոսյան, դիմավորեք։ Երվանդ Մաթևոսյան։ Ах, до тебя, родной, доплыть бы хотя бы когда-нибудь. Где-то далеко, очень далеко идут грибные дожди. Прямо у реки в маленьком саду созрели вишни, наклоняясь до земли. Где-то далеко в памяти моей сейчас, как в детстве, тепло, хоть память укрыта такими большими снегами. Ты гроза, напои меня, то пьяна, а не до смерти. Вот опять
как последний раз. Я все гляжу куда-то в небо, как будто ищу ответа. Где-то далеко, очень далеко идут грибные дожди. Прямо у реки в маленьком саду созрели вишни, наклонясь до земли. Где-то далеко в памяти моей сейчас, как в детстве, тепло, хоть память укрыта такими большими снегами. Отсюда к родному дому. Երվատ Մաթևոսյան։ Սկսենք Լեյլա Սարիբեկյանից։ Ինձ համար շատ թանկ երգ է, շատ սիրում եմ Տարիվերձևի այս երգը ու չգիտեմ ինչու ես այս երգը սիրում եմ Յոսիֆ Կոբզոնի կատարումը։ Ինչու, որովհետև կարող են մտածել, որ հնոտ է եւ այլն, բայց շատ կարևոր բան կա սերը հայրենի եզերքի նկատմամբ կարոտը պետք չի որ շատ ձայնով լինի ինչեւ ինձ քո կատարումը ինձ չկպավ որտեվ ես միգուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է ես ուրիշ տեսակ եմ այս երգը զգում միգուցե գործիքավորումը պահանջում էր որ այս տեսակի մեջ դու մեղավոր չես լիներ այսինքն զգայական առումով իհարկե դու լավ կատարեցիր երգը խոսքը նրա մասին է որ ինձ չկպավ ինչը լրիվ հակառակ բանը կարող եմ ասել Արևոտ անձրևի մասին, որտեղ հրաշալի զգացողություն էր, ուղղակի այսպես հոսում էր երգը, բացարձակ այն ձայնով չէր երգում, այլ այդ ներքին ելևեջներով, յուրաքանչյուր բջիջով զգում էր այդ երգը, այսպես եմ ես Երևանդին լսում, այսպես եմ զգում, այսպիսին դու պիտի լինես, ոչ մի ավելորդ բան չկար երգի մեջ, ամեն ինչ շատ այսպես քիչ զուսպ ու շատ զգացմունքային էր այդ երգի համար ես իսկապես քեզ շնորհավորում եմ Շնորհակալություն Ուղղակի ես ուզում եմ հիշեցնել որ Երևանը կատարեց Լեոնիդ Ագուտինի տարբերակով այո այդքան Անդրե Ես ուզում եմ շնորհավորել Երևանդին եւ խոսալ մի հատ շատ կարեւոր բան նշել քանի որ գիտենք որ դու հայերենի հետ խնդիր ունես խոսքի մեջ բայց ես ուզում եմ նշել մի հատ շատ կարեւոր կետ, որ դու հայերենի մեջ, առաջի երգիդ մեջ, չգիտեմ, չեմ կարող բացատրել, այնքան է իր զգում, այնքան է իր մեջը, որը որ նույնը չէր ռուսերենի մեջ, խոսքի մասին է, խոսքը հասկանալու մասին է, շատ ողջունելի է, որ դու այդքան կարողացար այս ամիսների ընթացքում մտնել, մարսել արդեն հայերեն լեզուն եւ կարողանալ քո երգով խոսալ հանդիսատեսի հետ։ Շատ կարեւոր պիանոներ դու պահեցիր այդ առաջի կատարման ժամանակ։ Մենք գիտենք քո ֆորտեները տեսանք այս երկրորդ երգում։ Առաջին երգում անգամ ֆորտեները զուսպ էին։ Դու կարողացար այսպես զուսպ պահել այդ էմոցիաները, բայց հավատա այդ զուսպ պահածը ավելի էմոցիոնալ է, քան այն ինչ որ այսպես տալիս ես։ Երկրորդ երգի համար էլ շնորհավորում եմ կատարումդ,
ամեն դեպքում ինչ որ վերաբերվում է նոտաներին եւ ճիշտ երգելուն, դու կարողացար դա անել, ապրես։ Շնորհակալություն, Գարիկ։ Ես կարծում եմ Երվան ջան, որ այսօր օրը քոնն էր, որովհետև երգերը, որ ընտրված են, այդ երգերի ժամանակն էլ էր քոնը։ Այդ սովետական վիճակը կա էլի, դու տենց ունես «Привет, девочки, я Երվան» դեմքով, սենց որ դու ես գալիս ու անում ես։ Երկու երգի մեջ էլ դու քեզ գտել էր, երկու երգը լավ կատարեցիր։ Այդքանը։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Ավետ։ Գարիկի 50% ասացի ընդունեմ, որ կիսով չափ քո օրն էր այսօր։ Եթե Ամիր Խանյանի երգը կարծես առաջին պրեմիերան դու էիր անում, ինձ մոտ տպավորություն էր, որ Արևոտ Անձրևը Ամիր Խանյանը գրել է, զանգահարել է Երևանդ, դասել ես այո։ Երգ ունեմ քեզ համար գրած, կպավ Արևոտը բացեց, Անձրևել եկավ Երևանդ ու շատ ներդաշնակ էիր ու շատ համահունչ տվյալ գործի հետ։ Երկրորդը չէ, որովհետև մի հատ տարբերակ կա արդեն այդ ընդհանուրի մեջ եմ ասում, որ պետք է Backstreet Boys-ի այդ բաները, կանխատեսելի ծնկի գալն ու այդ բաները արդեն չանես, ներս, գնաս դեպի ներս ու հուզես, որովհետև երբ որ գնում ես ներս Արևոտ Անձրևի ժամանակ, շատ լավ Արև է ու շատ լավ Անձրև։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ես փորձում եմ պատկերացնել այլ կերպ ոնց կարելի է երգել այս երգը, դեռ չգտա, բայց կգտնենք Սյուզան Մարգարյան։ Նախ ասեմ, որ շատ ուրախալի է, որ Երվանդը այդ կարծրատիպը ուկրաինական երկարվեստի կատարողականության կարծրատիպը դու կոտրեցիր, այսօր համենայն դեպս ինձ համար այդպիսին էր ու հատկապես դա երևաց Արևոտ Անձրև երգի ժամանակ, դու այսօր այդ երգում այնպիսի միլիզմներ արեցիր, որ իսկապես պիտի հենց այդ խոսքը ասեմ, իմ սրտին շատ կպավ։ Ինչ վերաբերում է երկրորդ երգին, քեզ մոտ սկիզբը փորձեցիր լինել էմոցիոնալ վիճակի մեջ, բայց հետո քեզ մոտ առաջացավ օրգանիկայից դուրս հոգեվիճակ, դու փորձեցիր ինչ-որ ժեստերով մեր ուշադրությունը գրավել, որը քեզ կտրեց օրգանիկայից եւ կտրեց քո աչքերը, որը սկզբում կար էմոցիան մեջը, ու դու տպավորությունը կորցրեցիր, որովհետև արդեն սկսեցիր մտածել, այս պահին ժյուրիի անդամները ինչ են մտածում իմ մասին, չգիտեմ ինչեր սկսեցիր մտածել ու կորցրեցիր, օրգանիկատ կորցրեցիր։ Իսկ օրգանիկան կորցնելով կորցնում ես հուզականությունը, որը չհաղորդվեց մեզ։ Բայց պիտի ասեմ, որ վոկալ առումով երկու երգերն էլ հրաշալի կատարեցիր։ Շնորհավորում։ Շատ լավ, շնորհակալություն Երվան։ Այս թեման արծարծվում է արդեն քանի գալահամերգ է այդ շարժումները, չգիտեմ, մտածել ես այդ ուղղությամբ, թե ասել ես դե լավ, ոչինչ։ Մտածել եմ շատ անգամ։ Եվ ինչ արդյունք ես եկել։ Մանավանդ առաջի երգի մեջ, որ փորձում եմ ոչ մի բան չանել, որ Իսկ երկրորդի ժամանակ փորձեցի շատ բաներ անել, ծնկի իջար։ Էդի շատ քիչ է ինչ որ կարամ։ Այս էմոցիաները, այս կրակ բերեցի ձեռքիդ մեջ։ Միգուցե փորձես հիմա կրկներքը երգել մի հատ լրիվ ուրիշ ձևի մեջ։ Կարող ես։ Մի հատ վերջος ես մի հատ մեծ քար դնենք եւ վերջացնենք այս թեման, որ Երվանդը կարող է երգել նաեւ այլ կերպ, նաեւ երգեր, որոնք կարծում ենք թե չի կարելի երգել այլ կերպ։ Այդ կերպար քեզ հորինիր եւ այժմ ապացուցիր Ավետ Բարսեղյանին առաջինը, հետո մնացածին։ Երաժիշտները ինձ թվում է կեսից կկպնեն, կմիանան։ Սկզբից սկսեմ։ Չէ, հենց կրկներքը։ Դեմո դեբաներ չանես։ Տոնայնությունը, եթե կարելի է տվեք տոնայնությունը մի հատ լսի, Երվանդը։ Քսանմեկերորդ դարի Երվանդ, ոչ մի դեմո դեշարժումներ, ծափարություններ, գնացինք։ Гроза напоит меня облака, сизым облака.
хоть последний раз. Я все гляжу куда-то в небо, отсюда куда-то в небо. Где-то далеко, очень далеко идут грибные дожди. Прямо у реки в маленьком саду созрели вишни, наклонясь до земли. Где-то далеко в памяти моей сейчас, как в детстве, тепло хоть понять, укрыто такими большими снегами. Կամած այս քայլերով մենք կմոտենանք նրանք, ինչ որ ուզում են մեր ժյուրի անդամները։ Մյուս անգամ ձեռներս կփակ։ Մյուս անգամ ձեռներդ կապիր։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ Երվանդ Մաթևոսյանի հերթական համարն է 0-5-ը։ Շնորհակալություն։ Զբաղեցու քո տեղը։ Հայ Սուպերստար 5-ի 7-րդ մրցույթային համերգը մոտենում է իր ավարտին եւ կեզրափակի այն Սոնա Ռուբենյանը Ռուբեն Հախվերդյանի աստղազարդ նկար երգով։ Սոնա Ռուբենյան։ Սոնա Ռուբենյան։ Գիշերվա աստղազարդ հեքիաթում արթնացան շշուկները անուշ և լուսինը դեմքի վրայով մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ և լուսինը դեմքի վրայով մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ Bam bara bam 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 ba 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 bara ba 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 Bam bara bam 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 ba 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 Bam bara bam 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 ba 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 bara ba 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 Bam bara bam 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 Na paket քո աչքերը հոգնա ու լցրեց քո հոգի պատրանքով Ականջիդ նոր հույսեր շշնջաց Որ դու արթնանաս ժպիտով Ականջիդ նոր հույսեր շշնջաց Որ դու արթնանաս ժպիտով Bam bara bam 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 ba 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 bara ba 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 Bam bara bam 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 ba 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 Մոտեցիր դու բացարա քո պատուհանը իմ փոքրիկ Երևաց կարմիր արևը դե սրճում է նա երկիկ Արևի ոսկե շողերը նկարել են քո պատին Այս փոքրիկ հրաշք նկարը այս արեն ու այս այգի Սոնա Ռուբենյան Բրավո Սուզան Մարկարյան ցենք դեզանից Ես Սոնային գիտեմ այնքան փոքր տարիքից եւ այսօր նայում եմ իրեն ու հիշեցի այդ տարիները հիշեցի փոքրիկ Սոնային այդ կրակոտ իր տեսքով, իր երգելով, իր աշխուժությամբ, այսօր դու նմանվել ես այն Սոնային։ Օրեր առաջ, երբ ես հանդիպման էի ձեզ հետ,
ես քեզ ասացի, որ ամեն ինչ ունես, հրաշալի ձայնային տվյալներ եւ կատարում ես անթերի, քեզ պակասում էր միայն ազատությունը, կարծես թե ինքդ քո մեջ է իրան կեղծանում, բայց ոչ մեզ հետ, ոչ երկի հետ, դու այսօր այս ժպիտովդ, ամեն ինչովդ, ուզում եմ քեզ ասել քաղցր անուշ բալիկ, ապրես դու, շնորհավորում եմ եւ հիացած եմ, եւ առաջին երգի կատարմամբ, եւ այս երգի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լեյլա Սարիբեկյան։ Սոնա ջան, ինչ կապված է առաջին երգի հետ, շատ դժվար երգ էր քեզ բաժին ընկել, որովհետեւ հայրենիքի մասին երգելը կարծում եմ, որ ամեն դեպքում տարիներ են պահանջում, որպեսզի դու այդ ամենայս ներսով հասկանաս ինչի մասին ես երգում, երևի դրա պատճառով էր, որ ուղղակի այդքան ոգին չկար երգի, միգուցե որտեվ դու հրաշալի ես երգում, դու ամեն նոտան զգում ես, բայց ընդհանուր երգի, այսպես ասեմ, ազդեցությունը այնպիսին չէր, որպիսի դու գիտես, ես ինչպես եմ հավանում քո երգեցողությունը, ամեն անգամ ուղղակի պես հպարտության զգացում եմ ունենում, կարծեմ, որ տարիների հետ կգա, որտեվ դու ունես ամեն ինչ, որ այդ ոգին էլ ավելանա, կարծում եմ այդ ազատության հետ կգա, այդ էլ կգա, որտեվ դու կարող ես։ Երկրորդ երգի հետ կապված մի քիչ թեթևությունը պակասեց, մի քիչ ավելի աղջնակ վիճակը պակասեց երգի մեջ, թե չէ մնացածը հրաշալի է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Անդրե։ Ես ուզում եմ մի լավ բան ասեմ, իհարկե շատ սիրելի Լեյլայի խոսքից հետո շատ լավ է, որ այս սերունդը այդ հայրենասիրական այդ երգերի մեջ մի քիչ այդ դարդ ու ցավը այդքան չի զգում, ինչպես որ դա անում էր օրինակ ձեր սերունդը կամ մենք փոքր էինք, իսկապես շատ լավ է միգուցե դա, որովհետև ամեն դեպքում այսօր քո կատարման մեջ, այդ երգի կատարման մեջ թեթևությունը ես է զգացի, բայց դու պրիպևում մեկը այդ խրոխտ ձայնով կարողացար այնպես անել, որ ես ամեն դեպքում ես փշակաղվեցի, շնորհավորում եմ, որովհետև առաջին նախ քո մասնագիտությունը այսօր մի քիչ ցույց տվեցիր, գիտենք, որ դաշնակահար ես, շատ լավ էր, շատ ողջունելի է նաև այն փաստը, որ հետաքրքիր երևույթ մտցրեցիր քո ելույթի մեջ, դրանով երկրորդ երգի համար, այսպես գիտես ինչ էր, շատ կարողացան այնպես անել, ինձ մոտ նես բարություններ, ոնց որ դու շատ փոքր ես։ Այդպիսի տպավորություն էր, թե ձայնի առումով, թե ամեն ինչի առումով, այսինքն ես կարողացա տեսնել շատ փոքրիկ Սոնայի եւ իհարկե վերջի այդ գեղեցիկ պիանոներով կատարած այդ մասերը սուբտոնային հիասքանչ էին։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Գարիկ։ Հետաքրքիր է, որ տենց տարակարծիք է լինում ժյուրին, երբ որ մի ելույթի մասին հնչում են տարբեր կարծիքներ, ես քեզ կասեմ իմ զգացածը քո առաջի երգի վերաբերյալ, ես զինվոր եմ եղել եւ ես հիշում եմ շարքում, երբ որ մենք երգում ենք այս երգը կանգնած, ու մենք շատ ենք, մենք մի 300, 350, 400 հոգով կանգնած բարձր այս երգը երգում ենք, ու հետաքրքիր է, որ 400 հոգով երգելուց այդքան չենք փշակաղում, ինչքան մենակը դու երգեցիր փշակաղացրեցիր։ Այն է ինչ որ ստիպեցիր ինձ գալ ու հիշել, իսկ երկրորդ երգիդ մասին, երկրորդ երգդ լավ էր, որ լրիվ ուրիշ մի հատ կերպար էր այսօր, հետաքրքիր էր, էլի ինձ դու միշտ ստիպում ես տարբեր բաներ ես զգամ իրականում, մի անգամ մի քիչ կիքս տվեցինք մայր զգացի ինձ, այսօր արդեն մի քիչ նորմալ, տղա, փոքրիկ տղա եմ ինձ զգացել, բայց տղա, փոքրիկ, կարևոր է։ Շատ լավ, շնորհակալություն։ Ավետ։ Էլի պետք է ասեմ, որ Լեյլան համամիտ եմ։ Ամիր Խանյանը գրել է երգ, որ այլևս դարձել է ժողովրդական, դա կարող է երգել զինվորը, բժիշկը, ով ոնց ուզի, ու չի կարելի ասել, որ այդ երգերին պետք է զգուշությամբ, չէ, եղբայր, հանգիստ պետք է երգել, որովհետև այդ երգը արդեն շատ մեր հոգունն է։ Իսկ այն ինչ որ ըստիս արեց Սոնան, ինքը աղոթեց, ու այդ աղոթքը հասավ։ Քո Հայաստանը ես տեսա քո ձայնի մեջ։
Շնորհակալություն, Սոն։ Քեզ ուզում եմ անպայման նշել ոճային հրաշալի փոփոխությունը արդեն դերյաներին ասել ենք ոչ, ես այսօր երկու անգամ ուրախացել եմ, որ իմ ասածները տեղ են հասել, դա Արթուր Մացակյանի մաքսիմումն էր, քչության մեջ ու քո երազիմ երկիրը հետաքրքիր գլխուկ լանջաների մեջ երկած։ Բրավո, շնորհակալություն Սոնա ջան, երկրորդ երգդ իսկապես հեքիաթային էր, դու տարար նաև քո ձայնով ինձ դեպի հեքիաթ։ Շնորհակալություն։ Սոնա, ճիշտ ասած վերջին երգը երգելուց ես տենց երազանքների գիրկը ընկա, ինչպես նաև շատ է նստած դալիճում։ Այ երազանքի հետ մասին մի քիչ խոսենք, ինչ երազանք ունի Սոնա Ռուբենյանը, որ մինչ այժմ չի կատարվել։ Որն է Սոնայի երազանքը։ Մանկական երազանքը թեկուզ։ Մանկական, չեմ հիշում։ Ունեցել եմ երազանքներ, բայց ինձ թվում է ունեցել եմ ուղղակի ցանկություններ։ Իսկ երազանքներ կան։ Ինձ թվում է երազանքը այնպիսի բան է, որ մի քիչ անհասանելի է ու դժվար է դրան հասնելը։ Ու պետք չի դա բացահայտել։ Այո։ Շատ լավ։ Սիրելի հեռուստադիտող, եթե Սոնան չասած, ես ասեմ, որ մի փոքր երազանք է նաև հայ սուպերստար հաղթելը, իսկ դրա համար ինչ է պետք, դրա համար պետք է քվեարկել տարբեր մասնակիցների օգտին, այնպես որ եթե դուք ուզում եք քվեարկել Սոնա Ռուբինյանի օգտին, ասեմ, որ նրա հերթական համարն է 06-ը, ձեր ջերմ ծափարությունները։ Շնորհակալություն, Սոնա, զբաղեցրու քո տեղը։ Սիրելի հեռուստադիտող եւ հանդիսատես, մրցութային 7-րդ գալահամերգը մոտեցավ իր ավարտին։ Հիշեցնեմ, որ դուք ունեք ընդամենը 2 ժամ քվեարկելու համար, սակայն մինչ այդ վերհիշենք մեր մասնակիցների կատարումները։ Памяти моей сейчас, как в детстве, тепло, хоть память укрыта такими большими снегами. Քո աչքերը հոգնած ու լցրեց քո հոգի պատրանքով հականջիդ նոր հույսեր շշնջաց Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտող, մեր աստղազարդ եթերը մոտեցավ իր ավարտին։ Մենք փորձեցինք ձեզ տրամադրել գեղեցիկ գարնանային ակնթարթներ։ Հաջողություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։